Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունը հիմնադրվել է 1964 թվականին նպատակ հետապնդելով պետական ջանքերին աջակցել նաև հասարակական միջոցներով պատմամշակութային հուշարձանների պահպանման, վերականգնման, լուսաբանման խնդիրներով։ Ընկերության հիմնադիրներն են ես կարճ մի քանի հոգու անուն ներկայացնեմ, դա Մարտիրոս Սարյանն է, Վարազդատ Հարությունյանը, Մորուս Աստրացյանը, Բաբկեն Առաքելյանը, Կարող Աֆադարյանը եւ այլ մեր տիտան մտավորականները, որոնց ջանքերով հիմնադրվեց մեր ընկերությունը և մեծ գործունեություն ծավալեց մեր մշակութային արժեքների վերականգնման և պահպանման ուղղությամբ։ Ընկերության առաջին նախագահը եղել է Մարտիրոս Սարյանը։ Հիմնադիր համագումարը տեղի է ունեցել 1964 թվականի փետրվարի 29-ին, որից հետո մեր հսկաների նախաձեռնությամբ կառավարության կողմից տարածքը հատկացվել է մեր ընկերությանը որպես գրասենյակ ծառայեցնելու և պահպանելու նպատակով։ Երկրորդ նախագահը եղել է Մարտիրոս Սարյանի վախճանվելուց հետո 1972 թվականին առաջադրվել է Ռուբեն Բագրատի Ազբեկյանի թեկնածությունը ընկերության նախագահ, նույնպես մեծ մշակութային գործիչ, պետական գործիչ, որը մեծ գործունեություն է ծավալել մեր մշակութային արժեքների գնահատման և պահպանման խնդրում։ Երրորդ նախագահը 1977 թվականից մինչև իր մահը եղել է Վարազդատ Մարտիրոսի Հարությունյանը, մեր ճարտարապետության ուսուցչապետը։ Ուրեմն երկու բառով ներկայացնեմ տարածքի պատմությունը։ Շենքը կառուցվել է, շենքի տարածքում եղել է ալիզապատ փոքրիկ շինություն, որը պատկանելիս է եղել Պարսիկ Հաջի Հասան Մինչօղլի Պարսիկի, որը պայմանագրային կարգով քաղաքաշինության խորհրդի կողմից 25 տարվա ժամկետով վերցվել է 1853 թվականին, որի 25 տարին չլրացած 1876 թվականին ամբողջությամբ քաղաքաշինության խորհուրդն է վերցրել իր հսկողության տակ, քանդվել է այդ փոքրիկ տարածքը, կառուցվել է այս սրբոջախը, այս գեղեցիկ տարածքը, նպատակ հետապնդելով Պարսիկ հյուպատոսի աշխատասենյակ ծառայեցնելուն։ Շինարարը եղել է այդ ժամանակ Հայաստանում շինարարական գործունեությամբ զբաղվող ազգությամբ գերմանացի կապիտան ֆոն դեր Նոմեն։ Կառուցվել է շենքը 1876 թվականին և ծառայել է Պարսիկ հյուպատոսին աշխատասենյակ մինչև Հայաստանի սովետականացումը 1920 թվականի նոյեմբերի 29-ը, որից հետո, երբ դեսպանատները և հյուպատոսարանները կենտրոնացան Մոսկվայում, տարածքը ազատվել է և հատկացվել է ՀՕԿ-ին, Հայ օգնության կոմիտեին գրասենյակ ծառայեցնելու նպատակով։ Այդ ժամանակ ՀՕԿ-ի նախագահը եղել է մեր երջանկայիշատակ Հովհաննես Թումանյանը, որը Թբիլիսիից եկել ՀՕԿ-ի նիստերը մինչև իր մահը 23 թվականը գումարել է այս սենյակում։ Թումանյանի մահվանից հետո տարածքը տրամադրվել է, վերցվել է ՀՕԿ-ից և տրամադրվել է կուսակցականներին, ծառայել է որպես կուսակցական երեկոյան բարձրագույն դպրոց։
մինչև 1935 թվականը, 1935-ից մինչև 1939 թվականը եղել է բնակելի, իսկ 1939-ից մինչև 1957 թվականը եղել է հայկական բանակի ռազմական դատախազի աշխատասենյակը, 57 թվականից մինչև 64 թվականը թափուր է եղել, 64-ի մեր ընկերության հիմնադրումից հետո, հիմնադիր համագումարից հետո դիմել են կառավարությանը այն ժամանակվա լեզվով ասած Սոմինին, որի կողմից եւ տարածքը տրամադրվել է մեր ընկերությանը։ Որմնանկարները արվել են 1876 թվականին։ Ոճը արևելյան, հարուստ պարսկական մոտիվներով եւ ոչ պակաս հարուստ հայկական մոտիվներով։ Ես երբ 1974 թվականի ապրիլի 1-ին հրամանագրվեցի այստեղ աշխատանքի որպես ավագ տեսուչ, այն ժամանակ այստեղ էր աշխատում մեր որմնանկարիչների խումբը, վերանորոգման աշխատանքները կատարել արդեն ավարտին էին հասցնում եւ անցել էին գունային թարմացման, ոչ մի փոփոխություն չի արվել, նույնությամբ ուղղակի գունային թարմացումներ են արվել։ Մինչև 1949 թվականը վերանորոգման եւ գունային թարմացումների մասին տեղեկատվություններ արխիվային նյութերում չկա։ Իսկ 49 թվականը որտեղից ենք հիշում, Վարազդատ Հարությունյանը 1944-ից մինչև 1951 թվականը եղել է Հնությունների պահպանության կոմիտեի նախագահը եւ որի նախաձեռնությամբ ռազմական դատախազությանը ծառայած ժամանակ եկել են ընդհանուր համաձայնության եւ Վարազդատ Մարտիրոսովիչի նախաձեռնությամբ ամբողջական վերականգնվել եւ թարմացվել է։ Երկրորդը, ասեցի, 1974 թվականի գարնանն էր։ Դրանից հետո ոչ մի վերականգնման աշխատանքներ չեն կատարվել, ուղղակի 3 անգամ ես նախաձեռնել եմ հատուկ ոչ քիմիական լուծույթներով, հատուկ լուծույթներով մաքրման աշխատանքներ կատարել։ Ըստ որմնանկարիչ հանգուցյալ Ռոբերտ Հարությունյանի, որը 74-ի այդ որմնանկարային գունային թարմացումներով իր խումբն էր աշխատում այստեղ, միանշանակ հայ որմնանկարիչների ձեռքի գործ է եղել, որպես գաղտնագիր նա ընդունում էր այս վերևի գորգի մեջի խաչերի առկայությունը եւ առաստաղի վրայի հայելապատ խաչերը, գումարած շքամուտքի վերևի դրան վերևի հատվածի կամարի ներսի սոխակները, վարդյակները, եղնիկները, սկիհները, որոնք մեր մատենագիտական նյութերում բազմաթիվ այսպիսի պատկերազարդ նկարներ կան։ Ընկերության հիմնական գործունեությունը պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, պահպանման եւ լուսաբանման խնդիրներին է նվիրված եղել, որը պատշաճ մակարդակով իրականացվել է մինչև վերջի տարիները։ Անկախացումից հետո անգամ պետական մարմինը, որ բյուջեից համապատասխան հատկացվող միջոցներ չկային եւ հուշարձանների վերականգնմամբ չէր զբաղվում, մեր ընկերության միջոցներով 91 թվականից մինչև 2007 թվականը վերականգնվեցին 5 կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնք են Գառնավիթ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին, Կենտրոնագմբեթ Խաչաթև եկեղեցի, Հռիփսի Մեատիպ, ծավալներով ավելի մեծ, Թալինի Սուրբ Աստվածածին նույն ինքը Կամսարականների եկեղեցին, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոմիկ ճարտարապետի գործը,
Բայսզի Սուրբ Աստվածածին եկեղեցին և Լեռնակերտի բազիլիկան։ Եվ այդ բոլորը արվեցին մեր ազգակից սփյուռքահայ մեկենասների անմիջական աջակցությամբ։ Այդ թվում կարելի է թվարկել անունները Արամ Գամբուրյան, Անդրանիկ Դաղլյան և այլք, որոնք միջոցներ տրամադրեցին։ Այստեղ իհարկե կարևոր է շեշտադրումը դնել նաև Վարազդատ Հարությունյանի, մեր մեծն ճարտարապետության ուսուցչապետի միջազգային ճանաչման գերկարևոր խնդիրը, որի շնորհիվ մեր ուղարկված նամակները անպատասխան չէին մնում։ Ընդհուպ Գառնաուտի Սուրբ Գևորգ եկեղեցու մեկենասությունը ստանձնեց Գյուլպենկյան ֆոնդի հանձնարարականով Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը, որը ղեկավարում էր այն ժամանակ Գյուլպենկյանի թոռ Միքայել Եսայանը։ Չեմ կարող շեշտադրումը չանել այն պարագայում, որ դեռ 78 թվականին, 1978 թվականին մշակութասեր մեկ անձնավորության Ալեքսան Մաթեոսի Կիրակոսյանի խնդրեցինք, նախագծի հեղինակը ես էի, ընկերության միջոցների հզորացման նպատակով հանրապետության բոլոր հիմնարկ ձեռնարկություններին ընկերության իրավական անդամության շարքերում ընդգրկելու առաջարկը, որի հիման վրա կայացվեց կառավարական կարգադրություն և հանրապետության բոլոր հիմնարկ ձեռնարկությունները ընդգրկվեցին ընկերության իրավական անդամության շարքերում և իրենց աշխատակիցների քանակից ելնելով սահմանվեց անդամավճարների չափը։ Ասածս ինչու եմ հիմնավորում սրանով, որովհետև ընդամենը մի քանի տարի հետո, 3-4 տարի հետո այս ազգօգուտ գործ կազմակերպությունը տարիներ եղան, որ զուգահեռաբար 14-15 հուշարձանի վրա վերականգնման աշխատանքներ էր կատարում և ընդամենը 48 տարեկան այս երիտասարդ կազմակերպության միջոցներով վերականգնվել են շուրջ 6 տասնյակ կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններ։ Նույնը նաև հրատարակչական գործունեության բնագավառում, ընկերության սկզբնական կազմակերպությունների միջոցով հուշարձանապատկան տարածքների և հուշարձանների պահպանման խնդիրների հարցում գերկարևոր դեր ու նշանակություն է ունեցել այս կազմակերպությունը։